Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է բարի երեկո։ Օրվա սկանդալը եկեղեցական գաղտնալսված հեռախոսազրույցն է, որը կարող է վճռորոշ լինել ընթացող հակամարտության համար։ Այսօրվա թողարկմանը դիտեք։ Նաթան Սրբազանին գաղտնալսել են, սկանդալային ձայնագրություն ինչու է այն հրապարակվում հիմա։ Իշխանություն եկեղեցի հակամարտությունը թեժանում է, ով կլինի հաջորդ ձերբակալված հոգևորականը։ Ինչ է ուզում Արամ առաջինը, ի վերջո Փաշինյանին ողջունում ու օրհնում է, թե դատապարտում։ Կալանավորվել է Բագրատ Սրբազանի գործով մեղադրյալներից մեկի փաստաբանը գործադուլ է հայտարարել։ Ձերբակալվել են մանկավարժականի ռեկտորն ու պրոռեկտորը։ Իսկ Ադրբեջանում կազմելու հրապարակել են իրենց պատկերացրած Միջանցքի քարտեզը։ Դե ինչ այս անգամ օրվա գլխավոր սկանդալը նորից կապված է իշխանություն եկեղեցի հակամարտության հետ։ Հրապարակվել է Նաթան արքեպիսկոպոսի մասնակցությամբ մի հեռախոսազրույց, որն ըստ որոշ տեղեկությունների տեղի է ունեցել 2 տարի առաջ։ Սկանդալային գաղտնալսումը ամենայն հավանականությամբ կդառնա նոր քրեական գործի հիմք։ Փաշինյանի թիմակիցներն արդեն մեղադրում են կաթողիկոսին, որ նա հոգևորականներից մեկին պարտադրել է մասնակցել Փաշինյանի դեմ ցույցին։ Իսկ դա քրեական հետապնդման ենթակա արարք է։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ահազանգում է, որ այս ձայնագրությամբ Փաշինյանն ու իր թիմը սկսել են հենց ամենայն հայոց կաթողիկոսին կալանավորելու տեղեկատվական պատրաստությունը։ Իշխանություն հայ առաքելական եկեղեցի պատերազմի նոր արարը սկսվեց 2 օր առաջ Արագածոտնի թեմի 10-ից ավելի հոգևորականների ձերբակալություններով թեմի առաջնորդի գլխավորությամբ։ Այս գործը ևս ընդդիմության հանրահավաքներին մասնակցել պարտադրելու հիմքով էր։ Եվ ահա երկրի ներքաղաքական օրակարգում անսպասելի հայտնվեց Արամ առաջին կաթողիկոսը։ Արդեն երկրորդ օրն է, բոլորը փորձում են հասկանալ, նա դատապարտում է երկրում հոգևորականների ձերբակալությունները, թե ողջունում է Նիկոլ Փաշինյանին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արամ առաջինի պատվիրակը հանդիպեց Փաշինյանին ու ըստ կառավարության փոխանցեց Կիլիկիոտ տան վեհափառի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Բայց մի քանի ժամ անց Արամ կաթողիկոսը հայտարարություն տարածեց, անընդունելի համարելով հոգևոր հայրերի քրեական հետապնդումները։ Պարզվեց, որ Արամ առաջինը հանձնարարել է գնալ Փաշինյանի մոտ ու իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցել նրան։ Բայց կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ փոխանցել է ողջույններ ու օրհնություն։ Մի խոսքով տեսնենք ուր է հասել հակամարտությունը ու հատկապես այսօրվա ձայնագրությունից հետո ինչ սպասել վաղը։ Ձայնագրությունը հրապարակվել 2 հոգևորականների մասնակցությամբ, ըստ սկզբնաղբյուրի նրանցից մեկը Մայրաթորի արտաքին հարաբերությունների ու արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոսն է, մյուսը նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանը։ Վերջինս գանգատվում է, որ կաթողիկոսը հորդորել է ընտանիքի հետ մասնակցել հակաիշխանական ցույցերի ու նշել, որ մեջբերում եմ Նիկոլը մեղքի խորհրդանիշ է։ Ինչ է նշանակում մորից վերցրու գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շունդար է, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Տաղեն զոհված, ինքը վիշտը ստիպտը գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթողիկոսը տեսնի ուրախանա, հրճվի, ոնց են մորից քաշքշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։ Մայրաթորն է հանդես եկել հայտարարությամբ։ Այս օրերին ողջ իրավապահ եւ դատական համակարգը լցված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնամանք հարուցել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Ոչ հաստատում, ոչ հերքում է Մայրաթորն այս ձայնագրության իսկությունն իր հայտարարությամբ։ Հանրային դաշտում մտահոգվում են, գուցե հաջորդ թիվ բանը հասնի կաթողիկոսի քրեական հետապնդմանը։ Հաջորդ քայլերն արդեն պարզ են։ Հարցն այն է, երբ՝ այսօր, վաղը, երկուշաբթի, թե մի քանի օրից։ Եթե Մայրաթորից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք։ Ազգային ժողովի փոխնախագահն է անդրադարձել հրապարակված ձայնագրությանն ու եկեղեցու արձագանքին։ Մայրաթորը հաստատեց, որ ձայնագրությունն իրական է։ Լավ, բռնես 1700-ամյա սրբագույն կառույցը փռես Քոչարյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ոտքերի տակ, որպես քաղաքական կապիտալ, հանուն ինչի։ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Ավելի վաղ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը դատապարտել է հոգևորականների ձերբակալությունն ու անընդունելի համարել երևույթը։ Արամ վեհափառը հանձնարարել է մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան Սրբազանին իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցել քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ վարչապետին։ Կարելի փութով պետություն եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի, եւ մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների, պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն։ Մինչդեռ ըստ կառավարության Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականը վարչապետին է փոխանցել Արամ առաջինի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ առաջին կաթողիկոսին։
Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Եկեղեցականներից հետո կալանավորվել է նաև Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Իրավապահները նրան բերման էին ենթարկել երեկվա նիստից հետո։ Բերման ենթարկվելուց առաջ փաստաբանն իր վերջին ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանավորումը։ Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ քրեական հետապնդումը հարուցվել է դատավորի դատախազի քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելու հոդվածով։ Այսօր էլ արդեն կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է անժամկետ գործադուլ։ 2 ամսով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որին 3 ԱԱԾ-ն բերման էր ենթարկել ամենայն հավանականությամբ ֆեյսբուքյան գրառման համար։ Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու։ Աղոթում եմ Տիրոջը ձեզ չների եւ պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԱԱԾ-ի պատվալում, բայց դուք ոնց շատ տղակայք, էծեվել մնացիք։ Հետո փաստաբանը 2 հետգրությամբ ասել է, որ իր համար անընդունելի է նման կերպ եկամուտ ստանալն ու հորդորել խորհել օգտագործված լինելու մասին։ Համացանցային մի հրապարակման համար էլ Կոչուբաևի պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանն է կալանքի տակ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին, ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն։ Միևնույն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն դրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Փաստաբանների պալատը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ նշել, որ պատրաստվում են քննարկել պաշտպանական թիմ ձևավորելու հարցը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը ներգրավված է կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբում, անժամկետ գործադուլ է հայտարարել։ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների ձեռնարկած միջոցառումների իրավաչափության եւ համաչափության հարցը։ Երևույթը նոր չէ, հարթակն է, նոր տեխնիկական զարգացումից հետո սոցիալական ցանցերը հասանելի են գրեթե բոլորին։ Յուրաքանչյուրը կարող է ազատ հայտնել իր կարծիքը, երբեմն հայտնվելով իրավապահների ուշադրության կենտրոնում։ Օրինակ, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ դարավերջին օրագիր թերթում գրած իր հոդվածի համար դատական պրոցեսներով է անցել։ Ըստ լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցի, նրան մեղադրում էին զրպարտության համար, բայց կալանքի չեն ենթարկել։ Ըստ նույն զեկույցի դեպքերից մի քանի օր անց էլ գլխավոր դատախազությունը լրացուցիչ քրեական մեղադրանքներ էր առաջադրել Փաշինյանի դեմ Արդարադատության նախարարության 2 աշխատակիցներին վիրավորելու համար, երբ նրանք փորձել էին առգրավել նրա թերթի համակարգչային սարքավորումները։ Հիմա էլ նույն սոցիալական Facebook ու այլ հարթակներում падգամավոր Տիգրան Աբրահամյանն է անդրադառնում Էջմիածնի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին։ Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, որի համար արժեքներ կային, սկզբունքներ կային, սակայն վերածվել է սովորական աբիժնիկի, որն իր լպիրշությամբ աճուձախ վիրավորանքով փորձում էր արդարացնել իր տեսակին, զգացածին ու նախորդ կյանքում ապրածին դեմ գնալը։ Նրան Արմավիրի մարզպետն է անդրադարձել առավոտյան եւս Facebook-յան հրապարակմամբ։ Սա եթերում լոպազացել է Արգիշտի Մեխակյանի մասով ու մտել է բունը։ Բնից դուրս արի Տիգրան, հել դիմացներս։ Ինչքան շուտ հելնես, այդքան քո բաժին չափալախը շուտ կստանաս։ Մենք ուսումնասիրեցինք սոցիալական ցանցի տարբեր գրառումների մեկնաբանությունները եւ հարց առաջացավ. ինչպես ենք մենք հայերս պատկերացնում խոսքի ազատության սահմանները անկախ դրանց իրավաչափությունից։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Շարունակելով ձերբակալությունների թեման, այսօր ձերբակալել են մանկավարժական համալսարանի ռեկտորին ու պրոռեկտորներից մեկին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրանց մեղադրում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, նաեւ կաշառք ստանալու մեջ համալսարանը շտապել մեր նկարանող խումբը։ Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը եւ պրոռեկտորներից մեկը։ Ըստ տեղեկությունների նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցախումբ ձևավորելու եւ այն ղեկավարելու, խոշոր չափերով վատնում եւ խարդախություն իրականացնելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեջ։ Ռեոպնի ստացած տեղեկությունների հիման վրա ձերբակալված անձիկ առավոտյան հարցաքննվել են։ Մենք այս պահին գտնվում ենք Խաչատուր Աբովյանի պետական համալսարանի մոտ, փորձեցինք հավելյալ տեղեկություններ ստանալ այստեղի աշխատակիցներից։ Նրանք ասացին, որ ձերբակալությունների լուրը ստացել են մամուլից եւ ուրիշ տեղեկությունների չեն տիրապետում։
Մանկավարժական համալսարանում առավոտվանից քննչական գործողություններ են եղել, ռեկտորը մեկնել է հարցաքննության իրավաբանական ծառայության աշխատակցի ուղեկցությամբ, հակակոռուպցիոն կոմիտե, աշխատակազմի եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը գնացել է տնից եւ մինչ այս պահը չի վերադարձել։ Այդ ընթացքում Ադրբեջանում քարտեզագիրները հրապարակել են իրենց պատկերացրած Թրամփի ճանապարհը, ահա տեսնում եք։ Բնականաբար իրենք դա անվանում են Զանգեզուրի միջանցք, Հայաստանի տեղանուններն էլ թուրքացնելու հետ կապված ոչնչում իրենց չեն զսպում։ Այս ամենը նորից փոթորկել է սոցցանցերի հայկական տիրույթը, մի խոսքով տեսնենք ինչ է պատմում մեր Մերի Դանիելյանը։ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի քարտեզը, որտեղ Հայաստանի տեղանունները թյուրքացված են։ Ճանապարհի վրա չկան նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի խոսքով այս քարտեզի հրապարակումով Իլհամ Ալիևը հակադրվում է իր իսկ ստորագրությանը, որով իբր ճանաչում է Հայաստանի ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը։ Քարտեզում կարմիրով նշվածը Իրանի ճանապարհն է, դեղինը Հայաստանի ավտոճանապարհը, կապույտը Արաքս գետը, որը մեր երկրի սահմանն է։ Սև-սպիտակ գծերով պատկերված է կառուցվելիք երկաթուղին, որն ամբողջովին Հայաստանի տարածքով է անցնում։ Այս դեպքում քարտեզագետը հարց է բարձրացնում. ինչպես է Ադրբեջանը դրան անվանում տալու իրավունք վերապահում իրեն։ Իրանք կարող են Զանգեզուրի միջանցքը դնել իրենց Բաքվի մոտ եղած երկաթուղու վրա, բայց Հայաստանի տարածքում անցնող ճանապարհի վրա իրավասու չի անունը դնել իր անունով կոչել Զանգեզուրի միջանցք։ Սա Զանգեզուրի միջանցիկ ճանապարհ է, տարանցիկ ճանապարհ է, տրանզիտ ճանապարհ է, ոչ թե միջանցք է։ Ռուբեն Գալչյանի կարծիքով սահմանազատումը պետք է օր առաջ իրականացվի, որպեսզի հստակեցվի, թե որտեղ են տեղադրվելու անցակետերն ու մաքսակետերը։ Նրա կարծիքով գործընթացից Հայաստանը վնասներով դուրս գալու կամ չգալու խնդիր չունի, քանի որ ինչպես հայտնի է, սահմանազատումը կատարվելու է երկու պետությունների իշխանությունների հռչակած Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն մենք տալիք Ադրբեջանին ոչինչ չունենք, բացի այդ մի քանի քառակուսի կիլոմետր ճանապարհը, որը մենք դրա շրջապատը Տավուշում գրավել ենք, որպեսզի անվտանգ լինի մեր ճանապարհը անցանելի լինի։ Եթե դրանք վերադարձնենք Ադրբեջանին, Իջևանից դեպի նոյեմբեր գնացող ճանապարհը չի կարող, այլևս չի աշխատի։ Մինչդեռ Ադրբեջանը գրավել է 240 կամ ավելի քառակուսի կիլոմետր մեր տարածքներից։ Ըստ մասնագետի, երբ մեր երկրի վարչապետը հայտարարում է, թե մենք Ադրբեջանին վերադարձնելու տարածքներ ունենք, պիտի նաև նշի, որ դրանք կազմում են Ադրբեջանի գրավածի 1%-ը, որի մասին սակայն Նիկոլ Փաշինյանը լռում է։ Փոխարենը նա նորից անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինին, նշելով, որ այդ հարցերը մեկնաբանելիս մենք պետք է հիմնվենք ոչ թե բանավոր հայտարարությունների, այլ գրավոր փաստաթղթերի վրա, եւ դա այլևս արդիական թեմա չէ։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Ինք սեղանին դրված են էլեմենտներ, եւ մենք այդ էլեմենտները պետք է ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետք է ընդունվի, նախագիծը երկրորդ, երրորդ, չորրորդ, եւ այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին։ Քարտեզը դառնում է գործիք հավակնությունների համար, երբ կեղծվում է, բայց այդպիսի քարտեզներն ըստ մասնագետի չեն վավերացվում երկկողմ։ Օրինակ, խորհրդային սահմանադրությամբ Սև լճի հյուսիսային ծայրամասի միայն մի նեղ շերտ է Ադրբեջանին պատկանում, մնացածը ամբողջությամբ Հայաստանի տարածքում էր։ Նրանք այսօր առաջ են եկել, բացի Սև լճի չափ, 2-3 դրա համավասար տարածք մտել են Հայաստանի տարածք եւ նոր քարտեզներ են տպել, որ ցույց է տալի, որ իրենց իրական սահմանը այդ նորն է, որ իրենք գրավել են արդեն, նաև իշխանասարն են գրավել, այդ շրջապատում ուրիշ սարեր են, բարձունքներ են գրավել, այդ քարտեզները ոչ ոք չի վավերացնել, բայց նախկինները վավերացած կան։ Մասնագետները կրկին հիշեցնում են նախաստորագրված համաձայնագրով ամրագրված փոխադարձության սկզբունքի մասին։ Եթե Բաքուն ինչ-ինչ գյուղեր իրենն է համարում, ինչի հետ համաձայնում են Հայաստանի իշխանությունները, ապա դրանք հանձնելու պարագայում հայկական կողմը պետք է հետ ստանա 100-ապատիկը։ Մերի Դանիելյան, Free Open Media։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գաղութաժողովի ժամանակ։ Խոսել է Վաշինգտոնյան փաստաթղթերի ու տարածաշրջանային զարգացումների մասին։ Դե իսկ Թրամփի առաջին ժամկետի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկությունների հետ անփույթ վարվելու համար։ Իրավապահները կասկածում են, որ Թրամփի հետ վիճած Բոլթոնը երրորդ անձանց է փոխանցել գաղտնի փաստաթղթեր, ընդ որում 8 անգամ։ Թրամփն էլ ասել է, որ 76-ամյա Բոլթոնը վատ տղա է։
Դոնալդ Թրամփը շատերին է վատ տղա համարում, այդպես էլ ասում է, բայց օրինակ Ռուսաստանի նախագահին այդպես չի բնորոշում երբեք։ Խոսել են հեռախոսով, պարզվել է, որ մոտակա 2 շաբաթվա մեջ հանդիպելու են Բուդապեշտում։ Գազայում խաղաղություն հաստատելուց հետո Թրամփը նորից կենտրոնացել է Ուկրաինայի վրա, շատ պարզ մարտավարություն է որդեգրել, Ուկրաինային ուզում է տալ շատ լուրջ հրթիռներ, իրականում չի ուզում տալ ու բացահայտ կերպով փորձում է Ռուսաստանին դրդել գնալ զիջումների, սպառնալով Ուկրաինային նոր զերմքեր տալով։ Թե ինչ դուրս կգա սրանից կտեսնենք, բայց որ Պուտին-Թրամփ նոր հանդիպում է պատրաստվում արդեն դրական ազդակ է, իդեպ Հունգարիայի վարչապետը, որին հավանաբար լավ եք ճանաչում, Էրդողանի ու Ալիևի մտերիմը, Սաֆարովին արտահանձնածը, որը դեռ Հունգարիայի ղեկավարն է, կարծես տեղյակ էլ չէր, որ ռուսներն ու ամերիկացիները որոշել են իր երկրում հանդիպել, ամեն դեպքում նրա արձագանքից այդպիսի տպավորություն էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում նրա հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին, Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղիները քննարկելու նպատակով։ Մենք քիչ առաջ հեռախոսազրույց ունեցանք, ինչպես գիտեք, նախագահ Պուտինի հետ։ Իմ կարծիքով շատ լավ զրույց էր, այնպես որ մենք դրա մասին գուցե ավելի ուշ կխոսենք, բայց այն շատ լավ անցավ։ Իր հերթին Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը հավելել է, որ Մոսկվայի նախաձեռնությամբ կայացած եւ գրեթե 2.5 ժամ տևած զրույցը եղել է չափազանց անկեղծ։ Ուշակովը հաստատել է, որ հանդիպման վայրը Բուդապեշտը առաջարկել է Թրամփը, ինչին Պուտինը միանգամից համաձայնել է։ Անմիջապես արձագանքել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է թե Թրամփի հանդեպ համակրանքի բազմակի արտահայտություններով եւ թե միաժամանակ Ռուսաստանի հետ սերտ կապեր պահպանող գրեթե միակ եվրոպացի առաջնորդ։ Իրականում, եթե լավ մտածենք, ուրիշ տարբերակ էլ չկար։ Եթե նրանք ուզում էին հանդիպումը կազմակերպել Եվրոպայում, ապա պետք է հիշել, որ ռուս-ուկրաինական պատերազմը հենց Եվրոպայում է տեղի ունենում, եւ երբ նայում ես քարտեզին եւ ղեկավարներին, միանգամից հասկանալի է դառնում, որ այսօր Բուդապեշտը գործնականում միակ տեղն է Եվրոպայում, որտեղ կարելի է նման հանդիպում անցկացնել։ Հեռախոսազրույցի ընթացքում ըստ Կրեմլի ներկայացուցիչի Պուտինը Թրամփին ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի իր գնահատականը, ընդգծելով, որ ռուսական զորքերը ռազմավարական նախաձեռնությունն իրենց ձեռքում են պահում։ Բնականաբար քննարկվել է նաև վերջին օրերին ռուս-ամերիկյան հարաբերությունների համար ծանր փորձանք դարձած ամերիկյան Թոմահաուք թևավոր հրթիռների Ուկրաինա հնարավոր մատակարարման հարցը։ Ես իրապես ասացի, դուք դեմ չեք լինի, եթե ես մի քանի հազար Թոմահաուք տամ ձեր հակառակորդին։ Ես դա նրան ասացի, ես դա հենց այդպես էլ ասացի, նրան այդ միտքը դուրս չեկավ, իսկապես դուրս չեկավ։ Ոչ, ես դա այդպես էլ ասացի, երբեմն պետք է մի փոքր թեթև վերաբերվել, բայց ոչ, նա չի ուզում։ Թոմահաուքը դաժան զենք է, այն շատ դաժան հարձակվողական, աներևակայելի ավերիչ զենք է։ Ոչ ոք չի ուզում, որ իր ուղղությամբ Թոմահաուքներ արձակեն։ Զուգահեռաբար հենց նույն օրը Ուկրաինայի արևելքում Դոբրոպոլեի մերձակայքում ուկրաինական Ազով բրիգադը հաղորդել է ավելի քան 20 միավոր տեխնիկայով ռուսական լայնածավալ զրահատանկային ստորաբաժանման գրոհը հաջողությամբ հետ մղելու եւ հակառակորդին զգալի կորուստներ պատճառելու մասին։ Իսկ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում զորքերը գրավել են մի շարք բնակավայրեր Խարկովի, Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի ուղղություններով։ Զելենսկին իր հերթին ակնկալում է հանդիպման ընթացքում Թրամփին համոզել ավելացնել ռազմական աջակցությունը եւ տրամադրել Թոմահաուք հեռահար հրթիռները, որոնք կարող են ուկրաինական հարվածների համար հասանելի դարձնել Մոսկվան եւ Ռուսաստանի այլ խոշոր քաղաքները։ Կիևում հույս ունեն, որ Թրամփը կկենտրոնանա Ուկրաինայում խաղաղություն հաստատելու իր ջանքերի վրա, այդպիսով ամրապնդելով իր խաղաղարարի կերպարը։ Ըստ ամենայնի, ռուսական կողմը Թրամփի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ է գտնում։ Դա վկայում է Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը, որ նա արել է Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, ընդգծելով պատերազմի ավարտից հետո երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Անսպասելի լարվում է իրավիճակը Կիպրոսում, Թուրքիայի գրաված Հյուսիսում, որտեղ ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի ինքնաառաջակ հանրապետությունը, վախեցել են, որ հունական հարավը ռազմական գործողություն է խորացնում տարբեր երկրների հետ, հատկապես Իսրայելի։ Թուրքիայի արտգործնախարարը, որ ամենայն հավանականությամբ կփոխարինի Էրդողանին, բացահայտ պահանջել է ցրել Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի դաշինքը, այլապես Թուրքիան առաջինը կհարվածի։ Այսինքն օկուպացված Հյուսիսից կդիմեն ռազմական միջոցների հարավի դեմ։ Այստեղ հետաքրքիրը Հական Ֆիդանի, որին համարում են Սիրիայի նվաճողը, ձևակերպումներն են։ Նա չի բացառել ուժային քայլեր Հյուսիսային Կիպրոսը պաշտպանելու համար։
Կիպրոսի շուրջ տեղի ունեցողը բավականին լուրջ է, որովհետև հատկապես Իսրայելի գործոնը թուրքերին շատ է անհանգստացնում, հարաբերությունները վատ վիճակում են եւ Թուրքիայում ակնհայտ մտահոգություն ունեն, որ Իսրայելը Թուրքիային կփորձի զսպել առաջին հերթին Կիպրոսում։ Եթե հիշենք, թե կղզու հարակից ջրերում էներգետիկ ինչ ռեսուրսներ կան, լարվածության ու խաղադրույքների մակարդակն անմիջապես կդառնա հասկանալի։ Եվ ով գիտի, գուցե Թրամփի հաջորդ խաղաղությունը հենց այստեղ լինի։ Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը խստորեն նախազգուշացնում է անվերահսկելի էսկալացիայի մասին, հայտարարելով, որ կղզու հարավային մասում օտարերկրյա ռազմական ներկայության կտրուկ աճը կործանարար սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար։ Նրա խոսքով հարավային Կիպրոսը ռեկորդային արագությամբ վերածվում է նոր ռազմական հարթակի, որտեղ իրենց մշտական դիրքերն են ամրապնդում Իսրայելը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Հարավային Կիպրոսը չափազանց է սպառազինվում։ Իսրայելը վերահսկում է նավահանգիստներն ու օդանավակայանները, օգտագործելով դրանք որպես լոգիստիկ հանգույցներ։ Ֆրանսիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը, իսկ Մեծ Բրիտանիան ունի 2 ինքնիշխան ռազմաբազա։ Նույնիսկ Հնդկաստանն է նավ ուղարկել տարածաշրջան։ Կիպրոսի հարավն ու հյուսիսը նոր չեն լարվածության մեջ։ Կղզին միացյալ թագավորությունից անկախություն ստացավ 1960 թվականին եւ անմիջապես էլ դարձավ հունական ու թուրքական համայնքների բախումների թատերաբեմ։ 1964-ից ՄԱԿ-ն այնտեղ խաղաղապահներ էր տեղակայել։ Կղզու հույները ձգտում էին Հունաստանի հետ միավորման եւ 1974-ին մայր երկրում իշխող սև գնդապետերի աջակցությամբ ռազմական հեղաշրջում իրականացրին եւ անմիջապես էլ Թուրքիան զորքեր ափ հանեց եւ գրավեց կղզու 30%-ը։ 1.5 տասնամյակ էլ չանցած Կիպրոսը դադարեց լինել ամբողջական պետություն եւ արդեն 5 տասնամյակ բաժանված է երկու մասի։ Ձևավորվեց հյուսիսային եւ հարավային Կիպրոսի ներկայիս բաժանումը ՄԱԿ-ի հսկողությամբ կանաչ գծով։ 1983-ին հյուսիսում հռչակվեց հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը մինչ օրս ճանաչել է միայն Թուրքիան։ Հարավային Կիպրոսը, որին աշխարհը ճանաչում է որպես ամբողջ կղզու օրինական կառավարություն, 2004 թվականին դարձավ Եվրամիության անդամ, իսկ վերջին տարիներին սկսել է խորացնել ռազմական համագործակցությունը արևմտյան երկրների հետ։ Այժմ Կիպրոսը կրկին դարձել է արևելյան միջերկրականի ուժային հակասությունների կենտրոն։ Կղզու ռազմավարական դիրքն ու գազի հանքավայրերի շուրջ ծովային վեճերը տարածաշրջան են բերել նոր արտաքին ուժեր։ Այժմ այստեղ ներկա են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նավեր։ Իսրայելը ապահովում է տեխնոլոգիական աջակցություն, իսկ Բրիտանիան շարունակում է վերահսկել իր ռազմաբազաները։ Թաթարի մտահոգությունները վերաբերում են հարավի ռազմականացմանը, մինչդեռ հարավային Կիպրոսի համար անվտանգության գլխավոր մտահոգությունը մնում է հյուսիսում տեղակայված թուրքական բանակի խոշոր զորակազմի ներկայությունը։ Միջազգային հանրությունը հյուսիսային Կիպրոսում գտնվող Թուրքիայի շուրջ 35,000 զինվորին դիտարկում է որպես օկուպացիոն ուժ։ Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը արձագանքել է Թաթարի ջղագրգիռ հայտարարություններին։ Կիպրոսը չի սպառնում որևէ մեկին, մեր քայլերն ուղղված են բացառապես ինքնապաշտպանությանը եւ տարածաշրջանային կայունությանը։ Համագործակցությունը մեր դաշնակիցների հետ հիմնված է միջազգային իրավունքների վրա։ Ավելին, այդ քայլերը մասամբ պատասխան են հյուսիսում Թուրքիայի մշտական ռազմական ներկայությանը։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը զգուշացրել է, որ նման դաշինքները կարող են լարվածություն առաջացնել։ Որոշ երկրներ փորձում են շրջափակել Թուրքիան, եթե դիվանագիտական ուղիները չաշխատեն, մենք չենք բացառի ուժային պատասխան քայլերը ի պաշտպանություն հյուսիսային Կիպրոսի անվտանգությունը երաշխավորելու մեր իրավունքների։ Միաժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մեկնաբանել է տարածաշրջանային լարվածության շուրջ մտահոգությունը։ Մեր գործողությունները Կիպրոսի հանրապետության հետ ուղղված են բացառապես ծովային անվտանգության ապահովմանը եւ ահաբեկչության դեմ պայքարին, ոչ թե որևէ կողմի դեմ։ Այս ֆոնին փորձագետները նշում են, որ Կիպրոսը վերածվում է նոր ռազմավարական հանգույցի, որտեղ խաչվում են արևմուտքի եւ տարածաշրջանային խաղացողների շահերը։ Հատկանշական է, որ կղզու վերամիավորման շուրջ բանակցությունները գտնվում են փակուղում։ Թուրքական կողմը իդեմս Թաթարի հայտարարել է, որ այլևս չի ընդունի կղզին մեկ դաշնային պետության տեսքով վերամիավորելու նախկին մոդելը, պահանջելով երկու ինքնիշխան պետության լուծում հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչմամբ։ Կիպրոսի հանրապետությունը սակայն հրաժարվում է այդ գաղափարից, շեշտելով, որ ցանկանում է վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի հովանու ներքո։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Հոկտեմբերը աշխարհում նշում են որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Հիվանդության դեմ պայքարում շատ կարևոր դեր ունեն վաղ ախտորոշման ուղղված սկրինինգային ծրագրերը։ Դրանք նաև կդառնան համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի կարևոր մաս, որն առողջապահության նախարարությունը նախատեսում է սկսել ներդնել եկող տարվանից։ Քաղցկեղ Այս բառը մինչև վերջերս հնչում էր որպես անբեկանելի դատավճիռ, սակայն այսօր շնորհիվ բժշկության զարգացման եւ ամենակարևորը վաղ ախտորոշման, այն գնալով ավելի շատ է դառնում ոչ թե ավարտի, այլ պայքարի եւ հաղթանակի պատմություն։ Վերջին տարիներին քաղցկեղի բացահայտման թվերն աճել են։ Լուսինե Գրիգորյանի համար այս ախտորոշումը հնչեց ամենաանսպասելի պահին, ծննդաբերությունից անմիջապես հետո, երբ երեխան ընդամենը 40 օրական էր։ Մեզ թվում էր, որ ծննդաբերության բարդություններ են, բայց իրականում հետագայում հետազոտությունների
ունեի պատճառով պարզվեց, որ լիմֆոմա տեսակի չարորակ քաղցկեղ է։ Եվ երևի թե 40 տարեկանից երեխայի արդեն ես հիվանդանոցում պարկած էի, Յոլիանում եմ բուժվել։ Ստացել եմ 6 քիմիոթերապիայի կուրս, հիվանդությունը, չեմ ուզում ասել ժամանակապես, արդեն հետ է քաշվել եւ հիմա ես ուղղակի պահպանողական փուլում եմ։ Ինչպես Լուսինեն է պատմում, ֆիզիկական բուժմանը զուգահեռ ոչ պակաս կարևոր է հոգեբանական պայքարը եւ բուժման ընթացքում եւ դրանից հետո։ Ես ինքս եմ առաջինը տեսել հենց դիագնոզը թղթի վրա եւ այո, կարող եմ ասել, որ որոշ չափով գիտակցում էի, բայց ամեն դեպքում այդ ամբողջը չէր հասկացվում, թե ինչպես է լինելու։ Իհարկե առաջին մտքերը միայն մազերը թափելու մասին էին քիմիոթերապիայի արդյունքում, հետո արդեն իհարկե մահվան մասին էին, հետո բուժումների սնանկանալու ֆինանսապես, որտեղ ինքս էլ գիտեի, որ բավականին թանկ արժե բոլոր այդ քաղցկեղի բուժումները։ Դարի հիվանդության տեսակներից ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է։ 2024 թվականին գրանցվել է նոր 1682 դեպք, նախորդ տարվա 1552-ի համեմատ։ Ընդհանրապես պատճառներից կարող են լինել ընդհատված բազմակի առավելևս ընդհատված հղիությունները, կրծքով չկերակրելը, ժառանգական գործոնը, երևի թե հիմնական սա մնացած սննդային էկոլոգիական դա կարծեմ ընդհանուր ավելի, բնականաբար բոլոր քաղցկեղներին է վերաբերում։ Մասնագետները հորդորում են կանանց լինել ուշադիր մի շարք ախտանշանների նկատմամբ։ Դրանք են ցանկացած հատվածում գոյացության առկայությունը, անկախ նրանից այն ցավոտ է թե ոչ, մաշկի վրա նկատվող ցանկացած անսովոր փոփոխություն։ Քաղցկեղը հայտնաբերվում է սկրինինգային ծրագրերի միջոցով, դեռևս չշոշափվող փուլում։ Սա ըստ բժիշկների ունի կարևոր նշանակություն, պահպանելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական առողջությունը։ Որպեսզի գործը չհասնի արդեն նշանների հայտնաբերմանը, նախանշանների պարագայում արդեն պետք է կինը հետազոտվի եւ հայտնաբերվի այն գոյացությունը, որը դեռ հնարավոր չէ շոշափել, որը դեռ ոչ մի կերպ նշաններ չի ցուցաբերում։ Դա ավելի ճիշտ է, ավելի բուժման տեսակետից, ավելի հետագայում տվյալ անձի, տվյալ պացիենտի համար ավելի կարելի ասել արդյունավետ է բուժումը կազմակերպել։ Կառավարության վերջին նիստում, որը համընկավ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա հետ, նիստին ժապավենով եկած Փաշինյանն ընդգծեց հանրային ընկալումները փոփոխելու կարևորությունը։ Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ իհարկե նաեւ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի նրանք հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտություններն անցնեն։ Առողջապահության նախարարն իր հերթին նշեց, որ վաղ ախտորոշման ուղղված սկրինինգային ծրագրերը արդեն իսկ տալիս են իրենց արդյունքը։ Դրանք կդառնան նաև համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի կարևոր մասը։ Անվճար սկրինինգային հետազոտություն կարող են անցնել 45-ից 68 տարեկան Հայաստանի քաղաքացի կանայք։ Մենք եւ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է եւ սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր արկա դեպքերը եւ ճիշտ արդեն բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր։ Այն երիտասարդացել է, այսինքն ավելի հաճախ է հանդիպում երիտասարդ կանանց մոտ։ Առաջինը, եթե իհարկե, Աստված մեր ասեք, կա ժառանգականության գործոն, այսինքն մոտ հարազատների հայրական, մայրական կողմից որևէ մեկի մոտ առաջին կամ երկրորդ սերնդի հարազատների մոտ կրծքագեղձի քաղցկեղ, անպայման պետք է ինքը ավելի շուտ դիմի։ Սակայն մինչ պետությունը քայլեր է ձեռնարկում վաղ ախտորոշման եւ բուժման ուղղությամբ, բաց է մնում մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց, ինչն է Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառը։ Էկոլոգները տագնապ են հնչեցնում օդի աղտոտվածության, հանքարդյունաբերության, նոր հանքերի շահագործման եւ վերջին շրջանում հաջողակի դարձած հրդեհների կապակցությամբ։ Քաղցկեղի հիվանդության ցուցակում մենք զբաղեցնում ենք առաջին, երկրորդ կամ երրորդ տեղ։ Ու այս ստատիստիկա ունենալով մենք ունենք այդպիսի հրդեհների ժամանակ մեծ թվով կանցերոգեն նյութերի արտանետում։ Հիվանդության հաղթահարման համար կարևոր է նաև հոգեբանական աջակցությունը։ Ըստ Լուսիների առաջին օրվանից ստացել է հոգեբանի աջակցությունը։ Ընտանիքն ու հարազատներն էլ օգնել են, բայց միևնույն է, մարդը չի կարող չընկճվել։ Դեպրեսիոն փուլերով քիչ-քիչ ներսից քեզ խժռում է։
Եվ փուլեր են լինում, երբ որ դու ուղակի բարկացած ես բոլորի վրա, ոչ ոքի երեսը չես ուզում տեսնել, փուլեր են լինում, որ դու վստահ ես, որ մահանալու ես, փուլեր են լինում, որ արդեն թեթևանում ես եւ սկսում ես ուղակի ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա։ Մենք նաեւ հոգեբանական ծառայություն մեր կլինիկայում, որը անհրաժեշտության դեպքում մենք դիմում ենք իրանք հնարավորինս օգնեն, բայց այո, շատ կարևոր է, թե ինչպես են վերաբերում տվյալ խնդրին ընտանիքի անդամները։ Քաղցկեղի դեմ պայքարի դժվար փուլերից մեկը սկսվում է ապաքինումից հետո, երբ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վախն ավելի է մեծանում։ Լուսինեի խոսքով ցանկացած սովորական հիվանդություն, նույնիսկ թեթև մրսածությունը, ընկալվում է որպես հիվանդության հնարավոր վերադարձի ազդանշան, առաջացնելով նույն բուժման դժվարին ճանապարհը կրկին անցնելու ավելի մեծ վախ։ Հիվանդը պետք է գիտակցի եւ ավելի պատասխանատու վերաբերվի իր բուժմանը։ Ես օրինակ գիտեի, որ պետք է այսօր խմեմ օրինակ 15 հատ այս ինչ որ տեղից, ես այդ 5 հատը խմելուց, ամեն 5 հատը խմելուց լաց է լինում, չէի ուզում, ասում էի չեմ ուզում, ես լավ եմ զգում։ Ժամանակակից բժշկությունն ու վաղ ախտորոշումը հնարավորություն են տալիս հիվանդությանը նայել ոչ թե որպես ավարտ, այլ որպես նոր պայքարի փուլ, որը կարելի է հաղթահարել։ Եվ ամենակարևորը, նման պատմությունները հիշեցնում են, որ քաղցկեղը բուժելի է, երբ ժամանակին է հայտնաբերվում, կա հավատ եւ պայքարելու կամք։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսքանը առողջ եղեք, կամ փորձանք շաբաթ կիրակ եմ մաղթում ցտեսություն։